Ովքեր էին եկել, ինչ էին ասում ձեզ, որտեղ մենք տեսանք կոնֆլիկտ եղավ, թեմից էին, թե մայրաթորից։ Թեմից էին, բայց վստահաբար մայրաթորից ուղարկված, որովհետև ինձ էին ցույց տալիս մայրաթորի գրությունը, որով 3 Արշակ Սրբազանը ինձ դիմումի համաձայն ուզում էր եկեղեցուց դուրս անել։ Այո։ Եվ հիմա դուք ինչ եք պատրաստվում անել։ Չեմ պատրաստվում եկեղեցուց դուրս գալ, պատրաստվում եմ շարունակել իմ քահանայությունը, այո, ուզում եմ շեշտել քահանայությունը, որովհետև միջև ինձ կարգալույց անելը, եթե առհասարակ եկեղեցում օրենքը գործում է, շատ անօրենների, հոգևոր կյանքի մեջ, այսպես ասեմ, անօրենություն գործածների պետք է այլևս կարգալույց եղած լինեին, եւ եթե ես տեսնեի, որ այն մարդիկ, ովքեր որ այս ընթացքում այսպես Աստծո նկատմամբ իրենց ուխտը դրժելուց հետո չեն շարունակում քահանայություն անել, միգուցե ես էլ իմ կապան կամ ֆարաջան կհանեի եւ եկեղեցուց դուրս կգայի, բայց միջև Տեր Արամին կարգալույց անելը, գիտեք, ինձանից առաջ ինչքան մարդիկ կան, որ ուխտադրուժ են եղել Աստծո հետ, իրենց ուխտը խախտել են եւ այսօր եկեղեցում իրենց սպասավորությունն են անում, նրանց այսպես ժողովուրդը գիտի որպես կարգալույց չեղած մեկը ու նաև նրանց ձեռքից էլ հաղորդություն է առնում։ Իսկ Տեր Արամը, որ ուղակի ըմբոստացել է, այն եկեղեցու մեջ տեղ գտած վատ դեպքերի հետ կապված, այն արարքների հետ կապված իր խոսքը բարձրաձայնել է եւ ուղակի իրենց հետ համաձայն չի եղել, ահա նրանց աչքերում ես այլևս քահանա չեմ։ Փաստացի կարգալուծությունը ուղակի թղթաբանության վերածեց այդ process-ը ընդհանուր, բայց խորքում երբ որ ես առաջին օրվանից սկսեցի այս ամեն ինչը լուսաբանել, այլևս ես նրանց համար եկեղեցուց դուրս էի դրված։ Ինչ է կարգալուծությունը, եթե ոչ այդ եկեղեցուց դուրս դնելը։ Հավատացեք, որ այս ամեն ինչը շուտով է սկսված այս process-ը, թե մի առաջնորդը դեռ ամիսներ առաջ ինձ ասում էր, որ դու չես կարող քահանա լինել, դու գրավոր նկատողություններ ունես ստացած, այսքան գրավոր նկատողություն ստացած հոգևորականը չի կարող քահանայություն անել եւ ես հարց ունեմ, էլի, օրինակ չգիտեմ, երեխա մկրտելու համար, փոքրիկ երեխային ավետարանը տալու համար քահանան չի կարող քահանայություն անել, բայց կուսակրոնության ուխտը ընդունած եւ սիրուհիներ ունեցող կին երեխաներ ունեցողը կարա հաղորդություն տա, իր տված հաղորդությունը համարվում է հաղորդություն, իսկ ուղղակի եկեղեցու խնդիրները բարձրաձայնած հոգևորականի հաղորդությունը հաղորդություն չէ կամ շատերը անուններ այս պահին չեմ տա, բայց եթե ես տեղեկացնում եմ, եթե այդ հոգևորականները որևէ բան կխոսեն, եղբայրաբար ուղղակի նրանց ասում եմ, իմ տեղեկությունները հստակ են, փաստերի հիման վրա, ես ուղղակի կգա մի պահ ու մեր հանրությունը կիմանա ով որտեղ է իր մազերը կտրում, ով որ լրագրողական ցանցի հետ է համագործակցում։ Ես արդեն ակնարկներ եմ անում, որ շատերը դրանից կհասկանան, թե խոսքը ում մասին է եւ եկեք ձեզ համար ընդունելի էր այդ մարդկանց կամ հոգևորականների կողմից ձեռնադրվել լոծվել քահանա։ Ես 2009 թվականին ընդունվել եմ Գևորգյան հոգևոր ճեմարան, բոլոր քննությունները ինքս եմ տվել։ Ես եմ իմ վրա աշխատել, իմ զարգացմամբ զբաղվել, եկել հասել եմ մի կետ, որ դուք մի մտածեք, որ այո, իրենց ձեռքով եմ ես ձեռնադրվել, բայց վերջապես ինձ կանչողը ոչ թե իրենք են եղել, այլ Աստված։ Վերջապես յուրաքանչյուր քահանայի քահանայության կանչողը ոչ թե մարդն է, այլ Աստված։ Եվ այս իմաստով ներողություն եմ խնդրում, ես Աստծո քահանան եմ, ոչ թե մարդու քահանան։ Բայց այդ ժամանակ իրենց կողմից դուք չգիտեիք, որ իրենք կուսակրոնության ուխտը խախտել են, կամ դուք տարիներ շարունակ հիմա տպավորություն է, որ հիմա հավաքագրվել է ինչ-որ ինֆորմացիա։ Դուք Օհանավան վերջին անգամ երբ եք եղել։ Ճիշտն ասած մի քանի ամիս առաջ։ Իսկ բոլորն են, որ մի քանի ամիս առաջ են այստեղ։ Իսկ ինչ դեպքերի հիման վրա եկաք Օհանավան։ Ես ուղղակի սկանդալային հայտարարությունների։ Այսինքն, մինչև այդ միգուցե շատերը իմ անունս չգիտեիք, ինչ չէիք ճանաչում, որոշակի դեպքեր, իրադարձություններ տեղի ունեցան։ Facebook-ից արդեն հայտնի եք, որ Կադիրովի նման ղեկավար էիք ցանկանում Հայաստանի համար։ Ես ճիշտն ասած, հիմա էլ եմ Կադիրովի նման ղեկավար ցանկանում։
եւ սխալ չեմ համարում։ Իսկ դու կարծում եք, որ Կադիրովը բռնապետ է։ Այդ նույն բանը Չեչնիայում կարող եք հայտարարել։ Չեչնիայի ժողովուրդը իրեն շատ սիրում է։ Ես չեմ ուզում մտնել, հա, քաղաքականության մեջ։ Տարիներ առաջ ես նաև, հա, որևէ մեկ իրի կամ առարկայի մասին հնարավոր էր, որ այլ պատկերացում ունենայի, բայց թույլ տվեք ասել, որ ես մեծացել եմ, զարգացում է որոշակի տեղի ունեցել, հետընթաց թե առաջընթաց, սրա մասին ես չէ որ պետքա վկայեմ, բայց ես շատ շնորհակալություն այս հարցի համար, լավ հարց տվեցիք, ինչու այս արշավի ֆոնին, ես հարցին պիտի փորձեմ հարցով պատասխանել, ինչու եկեղեցու հետ կապված այս ամբողջ թնջուկի մեջ որոշեցին ինձ այսքան հալածել, որովհետև տարի ու կես է Տեր Արամը հալածվել է, սիրելիներ, ուզում եմ որ արձանագրեք, ես հալածված կերպար եմ, ստորացված կերպար եմ իմ եկեղեցական վերադասի կողմից ու որոշել եմ այլևս չլռել ու սրա մասին չասել։ Իմ կարծիքով դուք պետքա յուրաքանչյուր քաղաքացու եւ արդարության շահերը պաշտպանեք, ձեր անելիքը լուսաբանելն է եւ չգիտեմ, հիմա այստեղ լրատվականներ եմ տեսնում, որ միգուցե ներողություն եմ խնդրում ասածից համար, ֆինանսավորվում եք ինչ-որ X մարդուց կամ կազմակերպությունից, բայց ասма Պլատոնի իմ ընկերն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է։ Եկեք մենք փորձենք մեզ համար կարևորել ճշմարտությունը, կարող եք ինձ չհարգել, կարող եք ինձ չճանաչել, բայց վերջապես ես բարձրաձայնում եմ, ասում ժողովուրդ խնդիր կա։ Հիմա ես կարգալույծ եմ եղել նրա համար, որ ես ուղղակի ասել եմ խնդիր կա։ Հասկանում եք, այսինքն հիմա ով է հակա եկեղեցականը, այն մարդը ով որ ասում է որ եկեղեցու մեջ խնդիր կա, եկեք խնդիրը լուծենք, թե այն մարդը որ խնդիրը կոծկում է։ Իմ կարծիքով խնդիրը կոծկողը պատարակների ժամանակ չեք հիշատակել ձեր թեմակալ առաջնորդին եւ կաթողիկոսին։ Ես ուզում եմ ուրեմն շեշտել, որ ես կաթողիկոսին ուրեմն շեշտել եմ, հիշատակել եմ, ես չեմ հիշատակել Արագածոտնի թեմի առաջնորդին։ Պատարակի տեքստ փոխելու Ես տեքստ չեմ փոխել, ուղղակի անուն կար, որ կարծում էի պատարակի ժամանակ պետք է տայի այդ անունը։ Չէ, անձնական չի, այն ընդդիմությունը, որ ձևավորվել էր իր անձի շուրջ, նաև մեր թեմում, հուշում էր ինձ, որ այդ մարդը հոգևորի հետ կապ չունի, իսկ պատարակը սրբազան խորհուրդ է, իսկ սրբազան խորհրդի ժամանակ հոգևորի հետ կապ չունեցող մարդկանց անուններ չպետք է տա։ Ինչպես է, հա, կարգը, պայմանագիր աշխատանքային կնքվում է թե ոչ, աշխատանքային օրենսգիր կես դեպքում։ Աշխատանքային պայմանագիր մենք չենք կնքում, տեսեք, անգամ կարգալուծության հետ կապված, երբ որ բերել են այդ հերովարտակը ցույց էին տվել, որ տես աշխատանքային քո պայմանագիրը այլևս խզված է, մենք երբ որ հոգևորական ենք դարձել, մենք պայմանագիր չենք կապել մարդու հետ, մենք պայմանագիր ենք կապել Աստծո հետ, ծառայելու մեր ժողովրդին։ Մարդու համար չէ ծառայելու։ Պայմանագիր կնքվում է։ Չենք կնքում։ Շատ բարի, դուք Կիրակի պատարակ եք հրավիրել։ Ձեր աջակիցներ ունեք աջակիցներ։ Այո, դուք էլ եք իմ աջակիցները կարծում եմ, չէ՞։ Թե չէ։ Ես հայ առաքելական եկեղեցու ուրեմն իմ աջակիցն եք։ Չեք ընդունում կարգալույծի կարգավիճակը։ Չեք անհանգստանում, որ վանքում կարող են իրադարձություններ տեղի ունենալ բախում, հա։ Ու, չգիտեմ, այլ կերպ ընթանալ։ Ճիշտն ասած չեմ անհանգստանում, մարդկանց կարծիքները կարող են տարբեր լինել, ինչպես նրանց քթերը, որովհետև ինչքան մարդ, այնքան կարծիք, բայց եթե այն հասարակությունը, որը պաշտպանում է հայ առաքելական Սուրբ եկեղեցին, այդ հասարակությունը եւ ժողովուրդը չի կարող առաջինը լինել հայհոյող, սա ուզում եմ արձանագրել, որովհետեւ այս ամբողջ ընթացքում եկեղեցապաշտպանները մեկը մյուսին հերթ չտեղելով հայհոյում էին առանց ամբողջական տեղեկություններ ունենալու եւ ես ուղղակի հասկացա, որ այն մարդիկ, ովքեր որ այս ընթացքում ինձ հայհոյել են, ուղղակի եկեղեցու հետ կապ չունեն եւ այս մարդիկ հայհոյողները չեն կարող եկեղեցի փրկել, ուղղակի չեն կարող եւ մենք պետքա կեղծիքին ու ստին վերջ դնենք եւ եկեղեցին պետքա մաքրվի այս իմաստով եկեղեցին իհարկե մեղավորների տեղն է, բայց այն մեղավորների, ովքեր որ ուզում են մաքրվել, իսկ այն մարդիկ, ովքեր ցանկություն չունեն ապաշխարելու, սրբվելու, մաքրվելու եւ որոշել են, որ իրենք եկեղեցին են, շտապում եմ այդ մարդկանց հիասթափեցնել, որ մենք մեր եկեղեցին կպաշտպանենք։ Ամուսնացածը չի կարող կաթողիկոս լինել, 1-2 ժամ առաջ եք հայտարարել։ Ինչ տեղեկություններ ունեք, կարող եք ավելի։ Այո, ես տեղեկություններ ունեմ, իմ տեղեկությունները ճշտված են, 100%-անոց են,
ու եթե կասկածում է մայրաթոռը կամ ամենայն հայոց կաթողիկոսը, կարող է դիմել դատարան եւ ես դատարանում կհաստատեմ։ Եթե ասում եք ամուսնացած է, ինչու եք այդ դեպքում շարունակում ասել ամենայն հայոց կաթողիկ։ Դե դուք ասեցիք, ես էլ շարունակեցի ձեր ասածի։ Դու հիմա ձեզ համար Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոս է, թե ինչպես իշխանության շատ։ Եկեք ես այդ հարցին չպատասխանեմ։ Տեսեք, մենք տարիներ շարունակ տեսել ենք ինչպես են տարբեր բախումների ժամանակ, երբ քահանաները, հոգևորականները կանգնել են ոստիկանների եւ մարդկանց միջեւ, որ թույլ չտան այդ բախումը։ Հիմա Կիրակի օրը ինչ որ առումով դուք եք այդ բախումը Կիզակետ Զոր ջան, ուրեմն ես նպատակ ունեմ։ Իմ նպատակս է, որ կապ չունի մարդը հասարակության մեջ ինչով է զբաղվում, այդ մարդիկ բոլորը գան պատարակների կամ գնան պատարակների։ Այս մարդիկ մեր երկրի զավակներն են, մեր հայ հավատացյալներն են, իրենք էլ հայ առաքելական եկեղեցում մկրտվածներ են, կարող են այո, իրենք էլ գնալ եկեղեցի, մասնակցել պատարակների, նաև այդ օրը ծառայություն ունեն իրականացնելու, քանի որ Հայաստանի Հանրապետության վարչապետն է այստեղ լինելու, իրենք նաև իրենց ծառայությունը կմատուցեն։ Ես կարծում եմ, որ այս իմաստով որևէ խնդիր չկա եւ իրենք ուղղակի պիտի անեն այն, ինչ որ պիտի անեն։ Դուք եկեղեցին տալիս կարգալույց քահանային ծիսակատարություններ իրականացնել։ Հայրաքելական եկեղեցին թույլ չի տալիս կարգալույցի հռչակված քահանային նման ծիսակատարություններ իրականացնել։ Ինչպես եք պատրաստվում Կիրակի օրը պատարակմատուցել եւ այսօր ինչպես եք պատրաստվում բսակադրության արարողությունները։ Հայ առաքելական եկեղեցին, երբ որ ասում եք թույլ չի տալու, հայ առաքելական եկեղեցին նաեւ եկեղեցու մեջ մեղքը թույլ չի տալու։ Մեղքը։ Իսկ այս ամենը, տեսեք, իսկ այս ամենը ինչի մասին որ ես խոսել եմ բարձրաձայնել եմ, խորքում մեղքի մասին եմ խոսել։ Դուք եք մեղքը կարող եք կաթողիկոսի, որ նշեցիք, հա, ամուսնացյալ է, կարող եք ավելի արժեքավոր փաստեր ներկայացնել։ Ինքը թող դատարան դիմի, ես հակառակը կապացուցեմ։ Ձեր փաստը երեք ազգային ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն է, որտեղ դրանից հետո դուք այսօր նման, այսպես ասած, բարձրաձայնեցիք նման։ Ձեզ մի հարց տամ, Ասում եք ձեր գործը չի նման այդ։ Ես այդ հարցին փորձում պատասխանել։ Ձեր մեջ ցանկություն չկա այդ ամենը իմանալու։ Ինչը։ Եթե այդպես է, կա նմանատիպ։ Մենք ենք որոշել Որ ճշտեք, կա թե ոչ։ Ես զարմանում եմ, դուք ինչ եք զարմանում, որ ես հիմա որոշեցի։ Ոչ թե ձեզ համար պետքա կարևոր լինի, թե օրվա որ ժամին ես որոշեցի եւ որ թվականին եւ որ ամսին, այլ պետքա առհասարակ արդեն այն խնդիրը, որի մասին որ ես բարձրաձայնում եմ, դուք որպես լրատվամիջոցներ պետքա հետամուտ լինեք դա ճշտել, ոչ թե տերարամը։ Երբ բարձրաձայնել եք, դա իսկապես Հիմա են բարձրաձայնել։ Համար եք ճշտի համար եք պայքարում, եկեղեցին մաքրելու համար եք պայքարում։ Այդ պայքարը կարող եք 3, 4, 5 տարի, 7։ Ես այն ժամանակ քահանա չէի, Զոր ջան։ 3 տարի առաջ այսքան փաստեր չունեի։ Իսկ հիմա փաստեր ունեմ։ Բայց ինչպես ստացվեց, որ ձեր փաստերն ու Նիկոլ Փաշինյանի փաստերը համընկան։ Չի լինի այդպես։ Հաջորդեցին։ Իր աղբյուրից են ստացված այդ փաստերը։ Կապերն ու Նիկոլ Փաշինյանի կապերն էլ մի քիչ տենց։ Լավ է, մոտենք։ Չէ, ուղղակի մի քիչ կասկածելի է, նույն կապերն ունեք, որ նույն փաստերն են։ Նորմալ է, Զոր ջան, նորմալ է, բա մի արեք։ Մի հարց էլի դուք նշում եք, որ հայհոյը չի կարելի, որ դուք էլ եք դեմ դրան, բայց քիչ առաջ եւ եկեղեցում այստեղ հավաքված էր հետևորդները, հավատացյալները եւ հիմա եւ հայհոյում են, եւ խոչընդոտում են, եւ ծերացած հանդուրժողականությունը չեն ցուցաբերում։ Քանի որ ասել է, որ եկեղեցին մեղավորների տեղն է, ես ուրեմն տեսնում եմ, որ այո, մենք որոշակի խնդիրներ ունենք, շտկվելու ճանապարհ ունենք, ապաշխարելու, անցնելու ուղի ունենք, եւ ես իմ պատրաստակամությունն եմ հայտնում շարունակելու իմ ծառայությունը իմ ժողովրդի հետ, որ հաջորդ անգամներին Աստված միարս թե եթե այսպիսի բաներ կլինեն, մեր ժողովուրդը ավելի Ներողություն, որ խնդրեմ նորից վերադառնալով Չեչենիայի ղեկավարին, հա, ձեզ ինչով է գրավել բռնատիրական ռեժիմներով հայտնի ոչ ժողովրդավար Կադիրովը, որ ասում եք հիմա էլ եմ ուզում Կադիրովի նման ղեկավար։ Ես գիտեմ, որ Կադիրովը ժողովրդավար է եւ գիտեմ, որ իր ժողովուրդը իրեն սիրում է, իսկ որևէ մեկին սիրելուց առաջ այդ մարդը պետքա գործերով ապացուցի։ Ինչքան որ տեղեկացված եմ,
որովհետև մենք կարող ենք խոսել ինչ-որ բաներից մեր ունեցած տեղեկություններով։ Իմ ունեցած տեղեկություններով ես գիտեմ, որ ինքը այո որոշակի խստություն կիրառում է իր ժողովրդի հետ, իսկ իր ժողովուրդն էլ իրեն դրանից հետո սիրում է։ Դուխով գրառում ինչ է նշանակում։ Դուխով գրառում եք դուխ եւ անգլերեն ով գրել եք որտեղ ձեր Facebook-յան էջում ոչ չեմ հիշում ճիշտ ասած 2020 թվականին չեմ էլ հիշում էլի որտեղ եմ գրել այդ ամեն ինչը Իրակի Վարչապետի ընտանիքի հետ վերջին անգամ երբ եք հանդիպել կապի մեջ եղել դուք նշել եք որ 5 անգամ նրանց հետ առնչվել եք վերջին անգամը երբ է եղել 2024 թվականին երբ որ վարչապետի կինը այցելել է Հովանավանք Կիրակի ՀՀ վարչապետի հետ պետքա հիշողությունս լարեմ Կիրակի որ բախում լինի պատրաստ եք հանուն խաղաղության ենթարկվել ձեր կաթողիկոսի այն կաթողիկոսի ով ձեռնադրել է ձեզ պատրաստ եք ենթարկվել ձեր կաթողիկոսի որոշմանը բախումներ ունենալու որոշմանը եթե բախում լինի հանուն խաղաղության տեսեք երբ որ կաթողիկոսը ինձ կարգալույծ է արել արդեն իսկ ինքը պատրաստ է եղել բախումների մեր կաթողիկոսը բախումներ հրահրելու փաստորեն ցանկություն Եթե լինի մարդկանց միջև պատրաստ եք այդ հանուն խաղաղության որ խաղաղություն Ես ուղղակի իրենց բոլորին ուզում եմ որ իրենք այն գիտակցությունն ունենան որ պատարակը իմ պատարակը չի եւ նաեւ Հայաստանի Հանրապետության պատարակը չի պատարակվողը Հիսուս Քրիստոս է եւ եթե իրենք իսկապես հոգեվոր այդ կեցվածքը ունեն հոգևոր այդ մտածողությունը եւ առողջ մտածողությունը, ուրեմն որևէ մեկը Քրիստոսի սուրբ պատարակը չի կարող խոչընդոտել։ Զենքով են գալու պատարակին դերաջակից։ Ձեր այս համակարգում կանոնը դերաջակից է։ Դուք ո՞նց եք մոտենում Քրիստոսի։ Նման տեղեկություններ չունեմ։ Դուք հիմա շարունակում եք անել պատարակներ Այո, գիտեք Մայրաթոր Սուրբ Էջմիածինը դեռ իմ կարգալուծությունը պետք է, հա, ու այսպես հստակեցնի։ Եվ այսօր ասեցին, որ պսակադրությունը հրաժարվել են, հա, որ Ոչ չէին հրաժարվել, այդ մարդիկ ցանկացել էին, որ պսակադրությունը ես անեի, այս ամենից հետո ցանկացել էին, որ ես անեի, անգամ հայրը մոտեցավ ու մյուս քահանային խնդրեց, որ արարողությունը ասես Տեր Արամն է անելու, բայց երբ որ դուրս են եկել դուրս եւ հարսին փեսային եւ նաեւ ծնողներին մյուս քահանան վախացրել է, որ եթե Տեր Սարգիսը, որ եթե Տեր Արամը անի արարողությունը, մենք ձեզ վկայական չենք տալու, այս կերպ սպառնացել են այդ մարդկանց Ես հետո նրանց վկայականների հարցերը կլուծեմ։ Սահմանափակվում եմ այսքանով։ Ես կարգալույց հռչակված չեմ նորից։ Նոր սահմանափակվեք, տեսեք, որ Փաշինյանը ի վերջո իր խոստացված արշավը կատարի Մայրաթոր վեհարանից դուրս հանել, ինչպես ինքն է բնութագրում։ Դուք կկանգնեք կաթողիկոսի կողքին, թե կկանգնեք Փաշինյանի կողքին, որ շարքում Ես կկանգնեմ ճշմարտության կողքին։ Որ շարքում է լինելու ճշմարտությունը։ Օրը գա բարինել հետը։ Կներեք, դուք Միքայել Սրբազանի դատավարությանը գնացիք առաջին նիստին ներկա եք։ Դա դուք ձեր կամքով էիք գնացել, թե Իմ կամքով էի գնացել։ հիմա ինչու եք չեք գնում։ Իմ ցանկությունն է, չեմ գնում, արդեն դատերը վերջացել ա ու գնում։ Ամբողջ դատերի գնացել եք, բայց Դե ինչքան որ հնարավորություն ունեցել եմ գնալու, գնացել եմ Արտարեիք համարում դրա համար։ Այդ իմ կարծիքը չեմ կարող արտահայտել եւ չեմ ուզում արտահայտել, բայց գնացել եմ։ Բայց հանդերձ քանի հնարավոր չի կա ինչու ձեր ասվածի հետ կապված ապացույցներ չներկայացնել կաթողիկոսի ամուսնացած լինել։ Այսքանով սահմանափակ ենք մեր հարցը։ Ես ձեր խոսքը լուրջ չի ընկալվի, որ փաստեր չեք ներկայացնում։ Գուցե հրապարակեք։ Ես տեսեք, հիմա երբ որ մեկի հետ կապված ասում եմ, որ այսինչ մարդը գողություն է արել, օրինակ, ինքը կարող է պատիվ պահանջել դատարանով եւ եթե ես զրպարտում եմ, ես դրա համար կդատվեմ։ Թող փորձեն
Հոգևորականին հիմա ինչու չարեցիք։ Որովհետև հանրությունը, որ ձեր միջոցով սպասում էր պատասխանների, փորձեցի ժամերգության փոխարեն ուղղակի այդ հանրության հարցերին պատասխանել ձեր միջոցով։ Մեկ ժամերգություն արել ենք արդեն փողոցային բառապաշարով խոսել, որտեղ դուք ձեր հոգևոր եղբայրը ձեր գործը չի։ Շնորհակալ եմ շատ, որ այդ հարցը ինձ տվեցիք, առհասարակ վերջերս ուրեմն Մուղնիում ժողով էր տեղի ունեցել եւ թեմի շատ քահանաներ հայհոյանքներ էին հնչեցրել, նրանցից մեկը հայհոյել էր կնոջս, երեխաներիս, ծնողներիս, դրա մասին ուրեմն մեր հոգևորականներից մեկը խոսել է, ուրեմն հաղորդում է ներկայացրել, եթե սպասեք, դուք շատ ճիշտ եք ասում, հոգևորականը իրավունք չունի հայհոյելու, եւ տեսեք, եթե եկեղեցում արդարություն կա, տեսեք, այդ փողոցային խոսելու, խոսվածքների, որ ձեր հոգևոր եղբայրը հանգիստ խոսում է, տեսեք, դուք ասում եք ձեր գործը չի, իմ գործը չի։ Ով է իմ հոգևոր որ ներկայացնում էր ձեզ Աշակ Սրբազանի այդ դիմումը, որտեղ պետք է դուք հանձնեիք։ Որովհետեւ ես չեմ ուզում, որ իրենք մտնեն մի դաշտ, որը որ իրենցը չի այն իմաստով, որ իրենք չեն հասկանում եւ չգիտեն ինֆորմացիա չունեն, թե ներսում ինչ է կատարվում։ Ես ձեր հարցին պատասխանեցի եւ տեսեք ժամանակահատվածը ավելի քիչ է, քան մյուսների, ես հարգեցի, տեսեք կան բան չունեմ ասելու, բայց այսօր կան 40 տարեկան ուրեմն հիմարներ եւ 27 տարեկան խելացիներ, այսինքն խելացիությունը այդքան էլ տարիների բանով շատության պայմանավորված։ Միգուցե մի քանի տարի հետո ես հենց ինքս ինձ հիմար կհամարեմ, բայց դրա մասին հիմա չենք ուզում։ Փաշինյանը հայտարարում է, որ պիտի